Բարև ձեզ, Պարկ Ղազարյան, տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Աշոտյանը նպատակահարմար չի գտնում ցուցիչություն իրականացնելու քաղաքական գործիչ Այո, այսքանը։ Ես շնորհակալ, հաջողություն։ Սա ինչի մասին է խոսում, պարոն Մի րոպե սպասեք։ Խաչատուր, միքրոֆոն դուր։ Ամբիոն չկա։ Պարոն Ղազարյան, դուք մեզ հետ զրույցում ասացիք, որ չեք սպասի, որ Հակոբ Աշոտյանը Ռուբինյանի օրինակին կհետևի եւ ձեզ կընդունի։ Սա ինչով եք դուք պայմանավորում։ Աստորեն հետևեց պարոն Ռուբինյանի օրինակին եւ կատարեց ենթադրյալ հանցագործություն։ Մենք լսեցինք բոլորս միասին ազգային ժողովի պատասխանատու աշխատակցի հայտարարությունը, որ փոխանցեց պարոն Հակոբ Աշոտյանի կարծիքը, որ Հակոբ Աշոտյանը չի ցանկանում ընդունելության արժանացնել Էդգար Ղազարյանին, որում ընդգծելով քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին, այսինքն օրենքում, քրեական օրենսգրքում իդեպ խտրականության դրսևորումը հենց առանձնացնում է նաև քաղաքական կամ այլ հայացքների համար խտրական վերաբերմունքի դրսևորումը, որևէ այլ պատճառ չի։ Սպասելի չէ ձեր Չէ ճիշտ ասած, ես մտածում եմ, որ հանրային ծառայողները, ովքեր պետական պաշտոն են զբաղեցնում, պարտավոր են կատարել իրենց պարտականությունները, բարեխոսություն ցուցաբերել եւ կազմակերպել այն ընդունելությունը, որոնք որ իրենք են հայտարարել։ Ես դա եմ սպասում մեր բոլոր հանրային ծառայողներից, այդ թվում Հակոբ Աշոտյանից։ Իսկ եթե նրանք հերթական անգամ փորձում են դրսևորել պարզապես հանցագործի վարքագիծ, կարծում եմ, որ ազգային հեշտացրեց ուղղակի կարողացում եմ գլխավոր դատախազի գործը, որովհետև ես անպայման երկուշաբթի առավոտյան, եթե այսօր չհասնեմ, հաղորդում կտամ հանցագործության մասին նաև պարոն Աշոտյանի համար, եւ եթե դատախազը միջնորդությամբ գա ազգային ժողով անձեռնորդությունը ձեռքելու համար, մեկ այցով նա միջնորդություն կներկայացնի երկու պատգամավորների Ղազարյան, նայեք, ինչ արդյուն ենք նախաձեռնությունը, խորհրդարանական խմբակցությունները, վարչապետի տեխնացությունը, ԽՊ-ից հեռացված երկու պատգամավորներ արդեն իսկ վարչապետի տեխնացու են ասում եւ Էդմոն Մարուքյանի անունը, դա ասում է, որ իրեն են առաջադրելու։ նոր կարտացի։ Նորմալ է, ես դրան նորմալ եմ վերաբերվում, որովհետև դա ամբողջությամբ տեղավորվում է այն խնդրի հետ, որը որ մենք բարձրացրել ենք պատգամավորների առջև։ Իսկ Մարուքյանը ձեր համար է ընդունելի տեխնացու վարչապետը։ Գիտեք ինչ, այդ գործընթացը չի կոչվում Էդմոն Մարուքյանին կամ ուրիշյանին վարչապետ ընտրելու մասին։ Այդ գործընթացի գլխավոր նպատակը վարչապետին անվստահություն հայտնել է։ Եվ նախաձեռնության հեղինակները կարող են ներկայացնել իրենց համար նախընտրելի տեխնացու, եւ նախաձեռնության հեղինակ կարող են լինել պատգամավորները, եւ պատգամավորները կարող են ներկայացնել իրենց նախընտրելի տեխնացու։ Էդմոն Մարուքյանը ոչ թե իմ նախընտրելի տեխնացուն է, այդ տվյալ դեպքում Հովիկ Ղազարյանի եւ Հակոբ Աշոտյանի։ Իմ կարծիքով պրոցեդուրալ իմաստով ինչ որ մենք ակնկալում ենք պատգամավորներից, դա նորմալ որոշում է։ Պարոն Ղազարյան, դուք շարունակելու եք այս քաղաքացիների ընդունելության շրջանակներում հանդիպել պատգամավորների հետ, թեկուզ եւ մերժեն ձեզ։ Անպայման, առանց բացառության, իմ մոտ գրաֆիկի կա, եթե ձեզ հետաքրքիր է, իհարկե ամեն օրից առաջ կտեղադրեմ, երկուշաբթի օրվանից մյուս հանձնաժողովներում հանդիպումները քաղաքացիների ընդունելությունը նախանշված է, ես բոլորին գրանցված եմ եւ շարունակելու եմ սահմանված օրը եւ ժամին ներկայանալ ազգային ժողով եւ հանդիպել բոլոր պատգամավորների հետ, ովքեր որ այդ հանդիպումը կանցկացնեն, առանց բացառության։ Ղազարյան, դուք որպես քաղաքացի եք այստեղ հերթադեպում, թե որպես քաղաքական գործիչ եք, այստեղ ասում չի ուզում հանդիպել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Գիտեք ինչ, այդ դասակարգումները չգիտեմ ինչով է պայմանավորված, դա քաղաքացիներ է, քաղաքական գործիչներ է քաղաքացի, դիվանագետներ է քաղաքացի, գիտնականներ է քաղաքացի, ասենք ես տարբեր կարգավիճակներ ունեմ, ես չգիտեմ պարոն Աշոտյանը չի առանձնացնում հատկապես դրանցից մեկը եւ պատգամավորները կարող են ընդունել նաեւ քաղաքական գործիչ քաղաքացիների դա ասենց նման սահմանափակում, այսինքն ընդունելությունը որ հայտարարված չէ, գրած չէ քաղաքացիների ընդունելություն բացառությամբ քաղաքական գործիչների կամ բացառությամբ հայերի
Նա կարար ասել, ես ձեզ չեմ ընդունում, որովհետև դուք հայ եք։ Մենք ընդունում ենք միայն ենթադրենք ադրբեջանցիներ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը հիմա ընդունել է ադրբեջանցու։ Այս բառը, որ մենք ունենք հանդիպում Ալբանիայում Նիկոլ Փաշինյանի եւ մի ադրբեջանի քաղաքական գործիչ քաղաքացու հետ։ Բայց ես հարցեր ունեի Հակոբ Աստանյանին, որը Հակոբ Արշակյանին ներեցեք եւ ուզում եմ ասել թե ինչ է ներկայացնում։ Պարոն Արշակյանը նույնպես ընդգրկված է Ալեն Սիմոնյանի որոշմամբ ստեղծված եւ իր կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմում։ Ուզում եմ իմանալ նրա կարգավիճակը, ինչ գործունեություն են ծավալում այդ հանձնաժողովի շրջանակներում, երբ կլինի հաջորդ նիստի եւ ինչ օրակարգով։ Պարոն Հակոբ Արշակյանը ընդգրկված է եղել 2016 թվականի մայիսին քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատի կազմում, որը ըստ իր կենսագրական տեղեկությունների մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, եւ ես ուզում եմ իմանալ, պարոն Արշակյանը հիմա ըստ իր հիմիկվա քաղաքական հայտարարությունների նա ռազմական հանցագործ է, թե պետական դավաճան, ռազմական հանցագործ ադրբեջանական մեկնաբանությունների տեսանկյունից, թե պետական դավաճան մեր օրենսդրության տեսանկյունից, եթե նա դեռ 91 թվականից իր մարտական հերթապահության վայրը, որտեղ ինքը զենք է կրել, համարում է Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Դա է ուզում հասկանալ իր կարգավիճակը, թե որ երկրի հանդեպ է իրականացրել հանցագործություն, իմ ընկալումներում ինքը գոնե այդ պահին եղել է ազնիվ եւ նվիրյալ քաղաքացի Հայաստանի Հանրապետությանը եւ ծառայությունները մատուցել մեր պետությանը եւ ժողովրդին։ Ուզում եմ իր ընկալումները պատկերացնեմ եւ բնականաբար նաեւ ինձ հետ ունեի կառավարության գործունեության ծրագիրը, դրա մի քանի հիմնարար դրույթներ, հատկապես այն դրույթները, որոնք կառավարությունը գերակա է համարել իր ծրագրում, հասկանալ դրա կատարման ընթացքը եւ պարոն Արշակյանի ցուցաբերած որոշումը։ Բայց չցանկացավ հանդիպել, գիտեք, ես չեմ կարծում, որ այս կարգի խուսափումները այս խնդրի լուծումն են։ Տպավորություն է, որ սրանով իրենք գեներացնում են այն հանրային մեծ շարժումը, որը մենք էլ ենք նախատեսում, որ պետք է իրականացվի, այսինքն եթե ինձ մենակ չի հաջողվում հանդիպել պարոն Արշակյանի հետ, միգուցե դա պետք է անել ավելի մեծ խմբով, ասենք մի 100-150, 200,000 մարդով։ Այդ դեպքում կարծում եմ պարոն Արշակյանի համար ավելի դժվար է։ Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը օր-օրի հասունանում է եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կուզեին այսօր լսել թե ինչ պատասխաններ ունի պարոն Արշակյանը իմ այս հարցադրումներին, որոնք բոլոր օրինական են, բոլորը բխում են սահմանադրությունից, օրենսդրությունից, կարծում եմ, որ մենք կարող ենք մեկտեղել մեր ջանքերը եւ ես մենակ չմնամ հանրությանը հետաքրքրող այս հարցերի պատասխանը ստանալու հարցում։ Պարոն Ղազարյան, իսկ վերջին շրջանում որ ԿՊԱ-կաններ, օրինակ նաև Հակոբ Արշակյանը այդ տղայով է խոսում, չգիտեմ, փողոցային վարկագիծ են դրսևորում, փողոցային վարկագծին բնորոշ բառապաշարով են խոսում, դուք պատրաստ եք իրենց հետ նաև այս մակարդակում շփվել, թե որտեղ չի բացառում, որ օրինակ հանդիպումների ժամանակ նման դեպք լինի, նամանավանդ, որ նախկինում, երբ որ դուք ՄԻՊ-ի թեկնածու եք, նման դեպք եղել է։ Նման դեպք եղել է եւ ես նման դեպքերին համարժեք չեմ արձագանքում եւ ՄԻՊ-ի թեկնածուի կարգավիճակում, երբ որ ես գտնվել էի այդպիսի հարձակման վիրավորանքների պատգամավորների խմբային, որը ոչ թե անհատական, այլ խուլիգանական խմբային պահվածքի թիրախում, ես իմ մտքում անընդհատ հիշում էի ռուս սատիրիկ Միխայել Զադորնովի հայտնի խոսքերից մեկը, որ եթե դու փողոցում քայլում ես եւ որևէ շուն հաչում է քեզ վրա, ամենևին պարտադիր չի, որ դու էլ ծնկներդ խփես գետնին եւ նույն կերպ հաչես իր վրա։ Այսինքն կարող ես նաև այլ կերպ վերաբերմունք ցուցաբերել եւ սա իհարկե փոխաբերական իմաստով է գործած է Միխայել Զադորնովը, բայց նման իրավիճակների համար ուղղակի առիթ է հիշելու եւ զսպվածություն ցուցաբերելու եւ ամենևին պարտադիր չի, եթե որևէ մեկը քեզ հայհոյում է, դու դա ընդունես որպես վիրավորանք, որովհետեւ ամեն հայհոյանք չի, չէ, որ դու ընդունում ես որպես վիրավորանք, կախված դրանից թե ով է ասում, ինչ հանգամանքներում է ասում, այսինքն դա համարում ես քեզ ոչ վերաբերելի եւ թողնում ես անարձագանք։ Ես ամենայն դեպս ՄԻՊ թեկնածուի կարգավիճակում այդպիսի ընկալում եմ ունեցել եւ այդպիսի վարկագիծ եմ դրսևորել։ Հուսով եմ, որ նրանք չեն կրկնի այդ խուլիգանական վարկագիծը գոնե իմ հետ հարաբերություններում։ Շնորհակալություն։